Սուրբ Էջմիածնի մասին հիշատակությունները բնականաբար գալիս են դեռևս 4-րդ դարի սկզբից։ Այստեղ խոսք է գնում նախ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մասին, որ ներկայացնում է Ագաթանկեղոս պատմիչը։ Եվ սա բնականաբար քրիստոնեության պետական կրոն հռչակմանն անմիջապես հաջորդող ժամանակաշրջանին վերաբերող տեղեկություն է։ Հենց այստեղ Հայաստանի արևելյան մասում է դարեր անց վերականգնվում հայոց պետականությունը եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման հիմքում մենք տեսնում ենք նորից Մայրաթորի ներգրավվածությունը եւ կոնկրետ այստեղ այդ ժամանակ գտնվող Գևորգ 5-րդ կաթողիկոսի վճռորոշ կամքը, օրինակ Սարդարապատի հերոսամարտից առաջ։ Սուրբ Էջմիածնի մայր տաճարը եւ առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայոց պատմության մեջ ունեն բացառիկ նշանակություն եւ հայերի ազգային հոգեվոր կյանքի առանցք։ Միացեք մեր էջին, իմացեք ավելին մեր պատմության մասին։